Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, եթերում բուժինֆոն է։ Հաղորդաշար, որտեղ խոսում ենք առողջության կարևորագույն գաղտնիքների մասին, քննարկում բժշկության թեմաներ, օգնում ձեզ ձեռնարկել քայլեր ձեր եւ ձեր հարազատների առողջության պահպանման հարցում։ Տաղավարում ես եմ Ռիփսիմե Պոդոսյանը, Նյարդաբան։ Իսկ հաղորդաշարը սկսենք օրվա անոնսից։ Այսօր դիտեք, ով կարող է դառնալ արյան դոնոր։ Ինչպես է կատարվում դոնորության գործընթացը նախապատրաստությունից մինչև արյան հնձնումը։ Ինչ է հետծննդյան դեպրեսիան եւ ինչպես կարելի է աջակցել նորաթուխ մայրիկներին, որպեսզի հոգ տանեն իրենց հոգեկան առողջության մասին։ Որոնք են գարնանային եւ շրջակա միջավայրի ամենատարածված ալերգիաները։ Ինչպես կարելի է դրանք տարբերել սովորական մրցակցությունից եւ ինչպես մեղմել նշանները։ Բարձ եւ հասանելի խորհուրդներ, թե ինչպես կարելի է նախապատրաստել մաշկն ամռանն ընթരാճ եւ ապահովել դրա պաշտպանությունը արևից։ Ինչ տարբերություն կամ նմանություն կա կարիեսի, պուլպիտի եւ պերիոդոնտիտի միջև։ Այսօրվա մեր գլխավոր թեման հատկապես այն մարդկանց մասին է, ովքեր առանց ավելորդ աղմուկի եւ ցուցադրության ուղղակի գալիս եւ արյուն են հանձնում ուրիշի կյանքը փրկելով։ Այսօր խոսելու ենք արյան դոնորության կարևորության մասին, խոսելու ենք դոնորության պակասի, հիմնական ցուցումների, ովքեր կարող են արյան դոնոր հանդիսանալ եւ իհարկե ինչպես է կատարվում ողջ գործընթացը։ Այսօրվա իմ հյուրն է Յոլյան արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանը։ Ողջույն, բժիշկ Շամիլյան, ինչպես նշեցի, արյան դոնորությունը կարծես թե շատ կարևոր, այսօր մեր օրերում հատկապես կարևոր դեր ունի, թե հայրենասիրական, թե հոգեբանական, թե ֆիզիոլոգիական, շատ տարբեր տեսանկյուններից կարող եմ ինքս նշել, բայց շատ կարևոր է նաև ձեր մեկնաբանումը, ինչքանով է կարևոր արյան դոնոր լինելը։ Այո, շնորհակալություն հրավերի համար։ Իրականում շատ կարևոր է արյան դոնորությունը ցանկացած երկրի առողջապահական համակարգի համար, կարելի ասել դա հենասյուներից մեկն է, առանց որի շատ բժշկական միջամտություններ, բուժօգնություն գրեթե անհնար է դրական ավարտի հասցնել։ Ընդ որում դա անընդհատ գործընթաց է, ամեն օր, ամեն ժամ տեղի ունենում արյան փոխներարկում, նույնիսկ այս պահին, երբ մենք զրուցում ենք, մոտ 10-ից 20 մարդ այս պահին, եթե ոչ ավել, դա ամենամինիմալ թվերն եմ ասում, այս պահին ստանում են արյան փոխներարկում։ Այո, կարծես թե արյան դոնորությունը շատ կարևոր նաև հանրային առողջության համար։ Իհարկե, շատ հիվանդություններ, լայնածավալ վիրահատություններ, բարդացած ծննդաբերություն, արյան համակարգի հիվանդներ, որոնք մշտապես արյան կարիք ունեն։ Այսինքն դա գործընթաց է, դա process է, որ ամեն օր, ամեն ժամ կատարվում է եւ շատ կարեւոր է առողջապահական համակարգի համար, որ մշտապես արյան պաշարներ լինեն, որ հանկարծ ոչ մի հիվանդ չտուժի արյան բացակայության պատճառով։ Ստացվում է, որ այս ողջ գործընթացը առանց դոնորության, առանց արյան փոխներարկման, ինչպես դուք ասեցիք, հասցնել դրական ավարտի եւ հանգուցալուծման գրեթե անհնար է լինում։ Իհարկե։ Սկսենք նախ նրանից, ովքեր կարող են դոնորներ լինել, որովհետև կարծիքները մշտապես տարբեր են, մեկը ասում է, ես այս հիվանդությունն եմ, ինչ չէ կարելի, ես այս դեղորայքն եմ օգտագործում։ Երևի թե սկսենք ամենակարևոր այդ չափորոշիչներից ու ամենահիմնական չափորոշիչներից, որոնք դուք կնշեք, ովքեր կարող են արյան դոնոր լինել։ Ցանկացած առողջ մարդ, իհարկե ունենք որոշակի սահմանափակումներ, առաջինը դա տարիքն է, պետք է չափած լինեն 18 տարին լրացած, վերին սահման որպես այդպեսին չունենք, բայց օրինակ կադրային մշտական դոնորները մինչև 65 տարեկան հանձնում են, իսկ եթե առաջի անգամ են դիմել արյունատվության 60 տարեկանն է հիմնական, բայց դա տենց խիստ սահման չէ։ Մյուսը դա մարմնի զանգվածն է, կանանց համար 52 կիլոգրամ եւ ավել, տղամարդկանց համար 62 կիլոգրամ եւ ավել, դա կապված է արյան ծավալի հետ, դրանից ավելի քիչ զանգված ունեցողների արյան ծավալը բնականաբար քիչ է եւ այն 400-450 մլ իրենց համար արդեն զգալի է իրենց վնասի առումով։ Ընդհանուր արյան ծավալի մինչև 15% իրավունք ունենք վերցնելու, դա այն քանակն է, որ անվնաս է արյունատվության համար։ Մյուսը դա հեմոգլոբինի ցուցանիշն է, այստեղ նույնպես սեռային տարբերություն կա, կանանց համար 125 գրամ լիտր եւ բարձր, տղամարդկանց համար 135 գրամ լիտր։ Այնտեղ ական ճնշում, զարկերակի թիվը կան նաև այլ հակացություններ, իհարկե այդ ամենը տեղի ունենում դոնորության բույսզնումը իրականացնող բժշկի կողմից եւ եթե կան որևէ հակացություններ, որ արյան դոնորություն կարող է ինչ որ ձև վնասել դոնորին, մենք մերժում ենք արյունատվությունը։
Եթե կարելի է մեկնաբանեք նաև այն մարդիկ, ովքեր ունեն օրինակ դաջվածքներ, կատարել են այս կամ այն ժամանակակից պրոցեդուրաներ, արդյոք այդտեղ որևէ սահմանափակում կա, որոնց մասին պետք է անհատը իմանա։ Այստեղ բոլոր սահմանափակումները գալիս են եզրահանգում են նույն մտքին, որ բժշկական գործիքային միջամտություն կամ ասեղի միջոցով կարող է վարակը փոխանցվել։ Խնդիրը դրանում է։ Դաջվածքների մասին շատ միֆեր կան, որ եթե դաջվածք արել ընդհանրապես չի կարող դոնոր դառնալ, ոչ, խոսքը գնում է նորից այդ վարակի փոխանցման մասին։ Եթե ռուսկային, եթե դաջվածքը ստացել է լիցենզավորված կենտրոնում միանվագ օգտագործման ասեղներով, այստեղ ընդհանրապես հակացություն չկա, բայց օրինակ եթե դաջվածքը ստացել է բանակում կամ բերդում, որտեղ նույն ասեղով հնարավոր է, այս դեպքում ժամանակավոր հակացություն, ոչ թե մշտական, այլ ժամանակավոր 6 ամիս, սա նրա հետ է կապված, որ դա է այն ժամանակը, որ տեստերը կարող են հայտնաբերել վարակյա վիրուսը։ Արդյոք կան համոզմունքներ, որոնք եւս կուզենայիք հնչեցնել եւ իհարկե շատ կարեւոր է, շատերին մտահոգում է դոնոր լինելը, արդեն իսկ վախեցնում է։ Հետաքրքիր է իմանալ նախ այլ համոզմունքներ կան թե ոչ եւ ինչն է պատճառը դոնորության չգալու, ինչը կարող է մտավախություն առաջացնել։ Մեզ բազմաթիվ անգամ հարցնում են, ասում են, դա ճիշտ է, որ եթե մեկ անգամ արյուն հանձնենք, արդեն միշտ պետք է արյուն հանձնենք, ես չգիտեմ, այս որտեղից է տարածվել։ Պիտի դատարկվի արյուն, այսպես են ասում։ Այսինքն իրաց թվում է, թե ինչ որ ֆիզիոլոգիական խթան է գնալու, օրգանիզմը սկսելու անդադար արյուն արտադրել, ոչ, օրգանիզմը արտադրում է այնքան, ինչքան պետք է, այդ process-ը կարգավորվում է եւ եթե տենց լիներ, հիմա եթե մեծամասնություն գոնե մի անգամ արյուն է հանձնել կամ ինչ-ինչ պայմաններում արյուն է գործել, հիմա այդ բոլորը պետքա մեզ մոտ հերթի կանգնած լինեն, չէ, այտենց բան չկա։ Ես ինքս շատ մի քանի անգամ արյուն եմ տվել եւ ընդհանրապես այտենց բան չկա, որ անընդհատ օրգանիզմը կամ որ զգացնել տա կամ ինչ որ վախտանշաններ դիտվեն, որ պարտադիր պետք է գնալ եւ կրկին արյուն հանձնել։ Օրգանիզմը անընդհատ արյունը թարմացնում է, այդ արյունը կազմված է ձևավոր տարրերից եւ հեղուկից։ Ձևավոր տարրերը ունեն կյանքի տևողություն, այսինքն որ ժամանակ հետո դրանք քայքայվում են, տեղը նորն է արտադրվում։ Իսկ հեղուկը անընդհատ ֆիլտրվում է ու օրական մենք շուրջ 2 լիտր հեղուկ ենք օգտագործում եւ այդքան դուրս է գալիս։ Այսինքն արյունը ինքը անընդհատ թարմանում է, այդ process-ը անընդհատ է։ Եվ չկա տենց կարծիք, որ արյունը դա ինչ որ մնայուն մշտական զանգված է եւ եթե այն ինչ որ մի մասը գործրեցիր, օրգանիզմը սկսելու անդադար արյուն արտադրել։ Այսինքն մի վախեցեք արյունատվությունից, ոչ մի վտանգավոր բան չկա եւ այն քանակը, որը որ մենք վերցնում ենք, դա օրգանիզմի համար բացարձակ անվնաս է։ Այո։ Կասեք, խնդրեմ, ինչքան արյուն է միանվագ վերցվում, դուք կարծես թե որոշակի միլիլիտրեր նշեցիք, եւ արդյոք կարելի ասել, որ որոշակի ֆիզիոլոգիական կամ միգուցե հոգեբանական, նույնիսկ դրական արդյունք կարող է լինել դոնոր հանդիսացող կողմի համար։ Այո, վերցնում ենք 400-450 միլիլիտր արյուն, դա այն քանակն է, որ օրգանիզմի համար աննկատ է մնում եւ օրգանիզմում գոյություն ունի շրջանառող արյուն եւ պահեստավորված։ Այդ շրջանառող արյան ծավալը պակասելու ժամանակ պահեստավորված արյունը շատ արագ մոտ 15-30 րոպեվա ընթացքում մտնում է շրջանառություն եւ օրգանիզմը ոչ մի օրգան արյան պակասը չի զգում։ Իսկ պահեստավորված արյունը ինքը արդեն աստիճանաբար մոտարպես 40-45 օրվա ընթացքում վերականգնվում է։ Հոգեբանական առումով այն գաղափար այն գիտակցությունը, որ դու կյանք ես փրկում, դրանից ավելի լավ բան չկա։ Մյուս կողմից քո արյունը հետազոտվում է շատ վտանգավոր վարակիչ ինֆեկցիաների նկատմամբ, որոնք շատ մարդկանց մոտ նույնիսկ կարող է աննկատ մնան մի որոշ ժամանակ, որտեղ իրանք երկարատև գաղտնի ընթացող ինֆեկցիաներ են եւ երբեմն լինում է, որ իրանք ոչ մի կլինիկական նշան չունենում, բայց մեզ մոտ հայտնաբերվում է եւ ինչպես ցանկացած հիվանդություն, եթե շուտ է հայտնաբերում, բուժումն էլ ավելի արդյունավետ է։ Այո։ Կան նաեւ էլի դրական կողմեր, սիրտանոթային համակարգի համար միկրո շրջանառությունն է բարելավում, արյունը որոշ չափով այդ կորցրած հանձնած արյան դիմաց
սկզբի շրջանում հեղուկ է կոմպենսացվում, արյունը մի քիչ ջրիկանում է եւ մազանոթային շրջանառությունը ավելի բարելավում է։ Որոշ քանակի եթե իրենց մոտ կա բարձր խոլեստերինի մակարդակ կամ տրիգլիցերիդների կամ լիպոպրոտեինների, որոշ չափով դրանք նվազում են, որը նույնպես դրական էֆեկտ է թողում։ Իհարկե շատ պաթոլոգիաների դեպքում մենք այդ առնը չեն կարող ներարկել, դրա համար դոնորը պետք է ինքը ի սկզբանե առողջ լինի, որպեսզի իր արյունը ներարկենք հիվանդին։ Շատ հայրենակիցներ վստահ քաջ տեղյակ են ինչպես է գործընթացը ընթանում, երկու հարց կա, որ շատերին հետաքրքրում է, ինչպես է այդ գործընթացը ընթանում, ինչից է կախված, ինչից պետք է մարդ սկսի, օրինակ մենք ունենանք այսօր հուսամ հաղորդումից հետո շատ կամավորներ, ովքեր ցանկություն կունենան արյան դոնոր հանդիսանալ, ինչպես է այդ գործընթացը եւ իհարկե ինչպես է պահվում անվտանգությունը վերցված արյան նմուշի։ Արյունատվության պետք է ներկայանալ հանգիստ վիճակում, այսինքն գիշերը նորմալ քնած, հոգնած չլինեն, այսինքն իհարկե հերթապահությունից, գիշերային հերթապահությունից հետո ցանկալի չի գալ արյունատվության։ Ցանկալի է բավարար քնից հետո, 6-ից 8 ժամ։ Այո, նորմալ ինքնազգացողությամբ։ Սնունդը օգտագործելը կարևոր է, բայց մեր հասարակությունը երբեմն չի հասկանում, թե ինչ ճիշտ սնունդը որն է։ Ցանկալի է սնված գալ, բայց ոչ ճարպոտ յուղոտ սնունդ, որովհետև այդ յուղը ինքը շատ արագ անցնում է արյանի մեջ, արյունը դառնում է յուղային, այսպես կոչված խիլուսային արյուն, եւ այդ արյունը փոխներարկման համար պիտանի չէ։ Այսինքն ցանկալի չէ արյունատվության գալ օգտագործելով յուղային բաներ, ձուկ, յուղոտ միս, կատնամթերք, նման բաներ պետք չի, բայց ցանկալի է, որպեսզի փոքր չափաբաժնով մի իսկ բանջարեղեն աղցան անոթի չգան ամեն դեպքում իհարկե թխվածքներ փոքր առանց կարագի առանց կրեմի բայց ոչ շատ յուղային սուրճ թեյ կարող են օգտագործել ցանկալի է այդպես ներկայանան մեկ օր առաջ ալկոհոլ օգտագործած չլինեն եւ 5 օրվա ընթացքում դեղորայք, բայց ոչ թե օգտագործած չլինեն, այլ նշեն ինչ դեղորայք են օգտագործել, ինչի համար եւ ըստ այդմ բույզնություն անցկացնող բժիշկը կարող է ճիշտ կողմնորոշվել արդյոք իրանք այդ օրը կարող են հանձնել թե որոշակի ժամանակ հետո լրացնում են հարցաթերթիկ, անցնում են բույզնություն եւ եթե ամեն ինչ նորմալ է, արդեն արյունը վերցվում է։ Ինչքան է տևում այս գործընթացը, օրինակ երբ լրացրեց, հետազոտությունները անցավ, երբ է պատասխանը հայտնի դառնում եւ կրկին փաստորեն գալիս է դոնորը։ Մոտավորապես 40 րոպեից 1 ժամ։ 40 րոպեից 1 ժամ։ Դրանք օրեր չեն, այսինքն մեկ օրվա ընթացքում այս նույն օրը պետք է այդ ամեն ինչը կատարվի, այո։ Ահա, շատ կարևոր է, այո։ Անալիզը, երբ որ արյունը հետազոտում ենք եւ վերցնում ենք, դա պետք է նույն օրը լինի, որովհետեւ տրամաբանական է, այո, եթե վերցնենք, հետո արդեն արյան նմուշը անցնում է որոշակի հետազոտություններ, դրանք արյան միջոցով փոխանցվող վարակների մասին է խոսքը, վտանգավոր վարակների եւ նաեւ մեր երկրում ակտուալ։ Ստուգում ենք դոնորական արյունը միավարակի դեմ, հեպատիտ B, C, սիֆիլիս, բրուցելոզ, երկու եղանակով այս ամենը, բացի սիֆիլիսից, բրուցելոզից, հեպատիտ B-ն, C-ն եւ միավարակը ստուգում ենք եւ հակամարմին հակածին, ինչպես նաեւ DNT-ի կամ RNT-ի մոլեկուլն ենք հայտնաբերում PCR մեթոդով, որը ավելի անվտանգ է դարձնում արյան փոխներարկումը։ Որից հետո կատարվում է արդեն վերջնական պահեստավորում։ Այո, արյունը ինքը ամբողջական արյունը ինքը այդպես չի պահվում, ամեն բաղադրամաս ունի իր պահպանման ջերմաստիճանը, ժամկետը, արյունը ցենտրիֆուգվում է, բաժանվում է 3 բաղադրամասերի՝ էրիթրոցիտային զանգված, տրոմբոցիտային զանգված եւ պլազմա։ Ամեն բաղադրամաս պահվում է իր ջերմաստիճանի ռեժիմը։ Արդյոք կա ինֆորմացիա, որի մասին պետք է դոնորը եւս տեղյակ լինի արյուն հանձնելուց հետո ինչ զգացողություններ կարող են լինել, որոնց մասին ինքը իրազեկվում է նախապես։ Այդ օրը ինքը պետք է ֆիզիկական աշխատանք ծանր չանի, շատ ոտքի վրա չմնա, արևի տակ չմնա, այսինքն այն բոլոր բաները, որոնք որ կարող են հանկարծակի ճնշման անկում առաջացնել։ Պարտադիր չի, որ դա միշտ լինի։ Հաջորդ օրը ինքը արդեն լիովին նույն կարող է գնալ աշխատանքից, զբաղվել սպորտով, մեքենա վարել, ոչ մի խնդիր չի։
Եվ ի դեպ նույն մարդը ինչքան կարող է հաճախ լինել դոնոր։ Նվազագույն ժամկետը 2 ամիսն է։ Տղամարդիկ տարեկան կարող են 5 անգամ հանձնել, կանայք 4 անգամ։ Արդյոք համաճարակները, այս սեզոնային վիրուսները, ինչու ոչ COVID-ը, ինչ որ կերպ ազդեցին նաև դոնորության եւ առհասարակ արյան պահեստավորման վրա։ COVID-ը իրոք ազդեց, առաջացան սահմանափակումներ մարդկանց տեղաշարժման, տրանսպորտը դադարեց, շատ դժվար է դոնորներին կանչել արյունատվության, ինչպես նաև մեծ քանակ կար նաև դրական տեստի դոնորների մեջ։ Երկրորդ, այսպես ասած, խոչընդոտը եղավ մեր անձնակազմի հետ կապված, որ շաբաթը մեկ մեզ էին տեստավորում, անկախ նրանից առողջ չէինք, ոչ մի գանգաճ ունեինք, բայց տեստը դրական էր տալիս եւ այդ աշխատողները մեկուսացվում էին, այսինքն երկրորդ խնդիրը աշխատուժի նվազումն էր, երրորդ խնդիրը առաջացավ, երբ մեր մոտի այդ պարագաները օգտագործման սպառվեցին եւ ներկրումը երկիր շատ էր դժվարացել, տրանսպորտը ավիափոխադրումները չէր աշխատում, բայց միաժամանակ հիվանդները կային, չէին պակասում, արյան կարիքը կար, ասեմ ավելին, որ COVID-ով հիվանդներն են նույնիսկ սկսվեց արյուն փոխներարկվել, նրանց մոտ զարգանում էր անեմիա, դժվար էր իհարկե այդ շրջանը, մեզ մոտ կտրուկ հատկապես առաջի 2 ամիսը մարտ, ապրիլ նվազեց, դոնորությունը կարելի ասել 30%-ով, բայց հետո աստիճանաբար կարողացանք հաղթահարել դուրս գալ այդ։ Եվ ամփոփելով թեման, իհարկե խնդրում եմ ասեք նաև ինչ վիճակում ենք մենք այսօր, արդյոք ունենք բավարար արյան պաշարներ եւ իհարկե ինչ կոչ ունենք մեր հեռուստադիտողներին։ Այո, պաշարները ունենք այսօր, բայց եթե այսօր մենք ունենք բավարար քանակի պաշար, դա չի նշանակում, որ վաղը նույնպես այդ պաշարը կլինի, եթե անընդհատ չհամալրվի, որովհետև օրինակ մենք գնում ենք, կատարում ենք ինչ-որ ակցիա արյունատվության, մոտ 50-60 պար կարուն ենք վերցնում, բայց դա ընդամենը այդ մեկ օրվա քանակն է, հաջորդ օրը եթե մենք այս ամեն շարունակական չանենք, մենք պաշար չենք կարող ունենալ։ Մեր այս իրազեկման արշավների ընթացքում մենք տեսնում ենք, որ մեր բնակչությունը պատրաստակամ է արյուն հանձնելու, բայց շատերը սպասում են, ինչ որ բանի չեն հանձնում, սպասում են, որ այդպիսի միջոցառում լինի, արտակարգ դեպք լինի, անմիջական կոչ լինի, նոր գան հանձնեն։ Իհարկե նման դեպքում շատ դժվար է մշտապես ունենալ արյան պաշարներ, դրա համար կոչով դիմում են բոլորին չսպասեն այդպիսի ակցիաների, այլ երբ հարմար է տարվա մեջ 1-2 անգամ որ գան հանձնեն, գիտակցելով, որ եթե այսօր իրանք փրկեցին ինչ-որ մեկի կյանքը, վաղը մյուսօր կարող է ինչ-որ մեկ ուրիշի արյունը փրկել իրենց կամ իրենց հարազատի կյանքը։ Համաձայն եմ, շատ ոգեշնչող է եւ իհարկե ես անձամբ ընդունում եմ այս կոչը, որովհետեւ ինքս ցանկություն ունեցա անպայման այցելելու եւ որպես դոնոր եւս հանդիսանալ։ Շնորհակալ եմ ձեզ այս հետաքրքիր եւ կարեւոր գործունեության համար եւ մեր հետաքրքիր զրույցի համար։ Իսկ ես հիշեցնեմ, որ այսօրվա իմ հյուրն էր Յոլիան արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի արյան ծառայության գծով տնօրեն Անդրանիկ Շամիլյանը, ում հետ մենք խոսեցինք արյան դոնոր հանդիսանալու կարևորության մասին, իսկ այս պահին տեղափոխվենք խորհուրդ մասնագետից էջ։ Բարև ձեզ, ես Մարիետա Խուրշուդյանն եմ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության աշխատակիցն եմ։ Այսօր խոսելու ենք հոգեկան առողջության կարևորագույն թեմաներից մեկի՝ հետծննդյան դեպրեսիայի մասին։ Ինչու է շատ կարևոր այս խնդրի մասին խոսել, որովհետև շատ հաճախ կարծում եմ շատ տարբեր հասարակություններում մենք մայրիկի դերը ընկալում ենք որպես բնածին, մայրիկի հետ կարծես թե արդեն իսկ ծնված եւ եկած մի առանձնահատկություն եւ ենթադրում ենք, որ բոլոր կանայք, երբ որ դառնում են մայրիկ, նույնիսկ եթե դա իրենց առաջի բալիկն է, իրենք պետք է իմանան ինչպես խնամել երեխային, ինչպես պետք է վերաբերվել երեխայի հետ եւ արդեն իսկ պատրաստ են մայրությանը։ Ցավոք սրտի միշտ չէ, որ այդպես է, միշտ չէ, որ կինը պատրաստ է թե հոգեբանորեն, թե ֆիզիոլոգիապես այն բոլոր դժվարություններին, որոնց ինքը հանդիպում է ծննդաբերությունից հետո։ Եվ շատ հաճախ հենց այդ շրջանում զարգանում են հոգեկան առողջության այնպիսի խնդիրներ, ինչպիսին է օրինակ մայրական թախիծը կամ հետծննդյան դեպրեսիան։ Դրանք տարբեր վիճակներ են։ Մենք պետք է հասկանանք ինչպես պետք է տարբերակել այս վիճակը եւ ինչպես հարազատները կարող են օգնել նաեւ մայրիկին եւ ինչու է դա այդքան կարեւոր։
Շատ պարզ է, որ մայրիկի հոգեկան առողջությունը դա միայն իր հոգեկան առողջությունը չէ, որովհետև արդեն ծնվում է մի նոր մարդ, որը որ կախված է մայրիկի հուզական վիճակից, որի խնամքը կախված է մայրիկի հուզական վիճակից։ Չի կարող մայրիկը, որը որ հոգեպես առողջ վիճակում չէ, հանգիստ չէ, լավ տրամադրություն չունի, ճիշտ հուզական կապ ստեղծել երեխայի հետ եւ ապահովել այդ նորածին երեխայի համար բնականon զարգացման ճիշտ պայմաններ։ Իհարկե, մայրիկը նույնիսկ ամենածանր դեպրեսիվ վիճակում կարող է շարունակել պարզապես խնամել երեխային, բայց ցավոք դա բավարար չէ, որպեսզի մենք ունենանք լիարժեք առողջ մանկիկ։ Այստեղ հարկավոր է նաև հուզական կապի ստեղծումը երեխայի հետ։ Եվ դա է պատճառը, որ մենք կարևորում ենք հետծննդյան դեպրեսիան ոչ միայն որպես մայրիկի համար կարևոր առողջության կոմպոնենտ, բայց նաև ապագա նոր զարգացող կյանքի համար շատ կարևոր նախադրյալ առողջ հոգեկան եւ առողջ ֆիզիկական մարմին ունենալու տեսանկյունից։ Ոնց ենք տարբերակում այդ երկու վիճակները, որոնց մասին ես արդեն խոսեցի, մեկը կոչվում է հետծննդյան մայրական թախիծ եւ մյուսը հետծննդյան դեպրեսիա։ Մայրական թախիծը կարելի է ասել հանդիպում է բնակչության մոտավորապես 50-ից 80%-ի մոտ։ Դա բնականon հորմոնալ փոփոխություններով պայմանավորված վիճակ է, որը բնորոշվում է որոշակի տրամադրության տատանումներով, անքնությամբ, թեթև թախիծով, թեթև տագնապով եւ կարող է առաջանալ գրեթե բոլոր կանանց մոտ ծննդաբերությունից մինչեւ 1 շաբաթվա ընթացքում։ Ինչ վերաբերվում է հետծննդյան դեպրեսիային, սա արդեն փոքր-ինչ այլ խնդիր է, հոգեկան առողջության մի փոքր ավելի լուրջ խնդիր, որին պետք է ուշադիր լինեն թե բժիշկները, թե մասնագետները եւ թե ընտանիքի անդամները։ Երբ մենք կարող ենք արդեն խոսել հետծննդյան դեպրեսիայի մասին, ինչից մենք կարող ենք գուշակել, որ կնոջ մոտ զարգանում է հետծննդյան դեպրեսիա։ Նախ եւ առաջ մենք կնկատենք, որ կինը պարբերաբար ունի բացասական տրամադրություն։ Հաճույք չի ստանում նախկինում իրեն հաճույք պատճառած տարբեր գործունեության տեսակներից։ Մեծ դժվարություն ունի երեխայի հետ հուզական կապի ստեղծման վերաբերյալ։ Այսինքն կարող է շարունակել խնամել երեխային, բայց չի խաղում երեխայի հետ, հնարավորինս խուսափում է երեխայի հետ կոնտակտից։ Նույնպես խուսափում է ընտանիքի անդամների հետ կոնտակտից, այսինքն մեկուսանում է, առանձնանում է, չի ուզում այլևս կիսվել, չի ուզում այլևս ընդգրկվել ընտանիքի գործունեության մեջ։ Նաև կարող են դժվարություններ լինել ինքնախնամքի տեսանկյունից։ Օրինակ կարող եք նկատել, որ կինը երկար ժամանակ չի փոխում իր հագուստը, չի հարդարում մազերը, անգամ լոգանք չի ընդունում, սրանք արդեն լուրջ նշաններ են, որոնց վրա մենք պետք է ուշադրություն դարձնենք եւ հատկապես հորդորում եմ մեր հայ ընտանիքներին, որտեղ այս նշանները հաճախ կապվում են կնոջ ալարկոտության, ոչ այնքան լավ հարս կին եւ մայր լինելու հետ, ոչ միշտ է, որ դա այդպես է եւ հիմնականում դա այդպես չէ, ոչ մեկ չի ուզում լինել վատ մայրիկ եւ ոչ մեկ չի ուզում լինել ընտանիքի վատ անդամ, բայց կինը կարող է լինել այնպիսի վիճակում, որտեղ որ մեր աջակցության կարիքը կա։ Նախ եւ առաջ, եթե նկատել եք եւ դուք հարազատն եք, ընտանիքի անդամն եք, նկատել եք, որ կնոջ մոտ նման նշաններ են ի հայտ գալիս, նախ եւ առաջ փորձեք զրուցել կնոջ հետ, փորձեք հասկանալ ինչ է իր հետ կատարվում, փորձեք կիսել ձեր անհանգստությունը եւ իհարկե առաջարկեք ձեր օգնությունը։ Կիսեք իր հոգսերը կենցաղային, հարցրեք որտեղ եւ ինչով կարող եք օգնել։ Իսկ եթե դուք նորաթուխ մայրիկ եք եւ նկատել եք այդ նշանները ձեզ մոտ, խոսեք ձեր հարազատների հետ, մի մեկուսացեք։ Խոսեք այլ նորաթուխ մայրիկների հետ։ Խոսեք մասնագետի հետ ի վերջո, որովհետև այսօր նաև հոգեկան առողջության մասնագետները լավ իրազեկված են այս վիճակի մասին եւ կարող են ձեզ ուղղորդել եւ օգնել, որ դուք ճանաչեք ինքներդ ձեզ, կարողանաք դուրս գալ այս վիճակից եւ լավագույնս նաեւ ձևավորել ճիշտ սպասումներ ձեր դերից։ Հոգ տարեք ձեր մասին։ Ուշադիր եղեք նաեւ ձեր հարազատներին եւ անհրաժեշտության դեպքում դիմեք մասնագետներին։ Գարնան հետ ոչ միայն արևն է պայծառանում, այլ նաև սրվում են սեզոնային ալերգիաները, հատկապես մանկական տարիքում։ Շատ երեխաներ ունենում են աչքերի քոր, արցունքահոսություն, մաշկային տարբեր երևույթներ, որոնք անհանգստություն են պատճառում թե ծնողներին, թե երեխաներին։ Այսօր կխոսենք հիմնական սեզոնային ալերգիաների մասին եւ իմ հյուրն է Արաբկիր բժշկական համալիրի ալերգոլոգ, երկրորդ մանկաբուժական բաժնի վարիչ Աղավնի Սաֆարյանը։ Ողջույն Բժշկուհի Սաֆարյան, ուրախ եմ ձեզ կրկին մեզ մոտ հյուրընկալել։ Նախ սկսենք նրանից, որոնք են ամենահաճախ սեզոնային ալերգիաները, որոնք մանկական տարիքում կարող են դիտվել։
սեզոնային ալերգիան, դա սեզոնային ալերգիկ ռինոկոնյուկտիվիտն է, որ առաջանում է, երբ քթի լորձաթաղանթը, աչքերի լորձաթաղանթը սկսում են բորբոքվել օդում գտնվող ալերգենների պատճառով։ Ինչու սեզոնային, որովհետև այդ ալերգենները կապված սեզոնից առաջանում են օդում հենց այդ շրջանում։ Օրինակ ծառերի ծաղկափոշին, ծաղիկների ծաղկափոշին կարող են ալերգիա ունեցող մարդկանց մոտ առաջացնել տհաճ կանգատներ։ Այ տեսեք, շատ ենք խոսում օդի աղտոտվածության մասին, հատկապես Հայաստանում վերջերս այդ թեման եւս շատ է արծարծվում։ Արդյոք մեզ մոտ հատկապես գոտի է հենց Երևանում աղտոտվածությունը, միգուցե հագեցվածությունը շենքերի, մեքենաների եւ արդյոք դրանք լրացուցիչ պատճառ են լինում, թե մենք ավելի շատ այսօր խոսենք հենց սեզոնային ալերգիաները, որոնք միայն ծաղկափոշուց են լինում։ Ռինիտի առաջացման պատճառը կարող են լինել տարբեր գործոններ, ձեր թվարկածների աղտոտվածությունը եւ այլն կարող են առաջացնել քթի լորձաթաղանթի բորբոքում, բայց ալերգիկ ռինիտի պատճառները դրանք հենց ալերգեններն են, որոնք սեզոնից կախված կարող են առաջանալ որոշ ամիսներին, հետո էլ չլինել կամ լինել ամբողջ տարվա ընթացքում, օրինակ փոշուտիզը, կենդանիների թեփը, դրանք կարող են ալերգիկ ռինիտի կանգատներ առաջացնել տարին 12 ամսվա ընթացքում։ Եվ արդյոք դա պատճառ է օրինակ երեխաներին սահմանափակել բնության գրկում լինելուց, դուրս գալուց, այնպես պետք է ծնողը նման դեպքերում վարվի։ Բարեբախտաբար կան բավականին արդյունավետ միջոցներ, որոնց կիրառությունից հնարավոր է օգնել երեխային հաղթահարել իր ռինիտը։ Ամենահեշտ գործողությունները դրանք ապահովել պարբերաբար ձեռքերը լվանալ, երեխան դեմքը լվանալ, քիթը լվանալ, կարծես մեխանիկորեն հեռացնում ենք մարմնի վրայից ծաղկափոշին, ալերգենները եւ կանխարգելում ենք նրանց հետագա ազդեցությունը շնչուղիների վրա։ Բացի դրանից կան արդյունավետ դեղորայքային բուժումներ, հակահիստամինային դեղորայք, քթի սպրեյներ, որոնք սեզոնի ընթացքում պարբերաբար հաճախակի օգտագործելու պարագայում հնարավոր է զգալի մեղմացնել ախտանշանները։ Իսկ այդ նույն սպրեյերը, օրինակ, արդյոք դրանք անվտանգ են եւ կարելի է ամիսներով կիրառել, եթե մի ամբողջ գարնանային սեզոն ունենք 2-3 ամիս, արդյոք խորհուրդ է տրվում անընդհատ, թե կան ավելի բարձունակ, միգուցե տնային միջոցներ, որոնց օգնությամբ եւս կարելի է պայքարել ալերգիաների դեմ։ Այսպես կոչված տնական միջոցները դրանք քամոտ ժամանակ ներսում գտնվելն է, պատուհանները փակ պահելը, դրսից երբ որ ներս ենք գալիս, երեխայի շորերը ամբողջությամբ փոխվի, լողանա, էլի մեխանիկորեն ծաղկափոշին ալերգենները հեռացնելուն են ուղղված։ Շատ լավ կարող են աշխատել օդի ֆիլտրերը, որոնք կանխարգելելու են դրսից ներս ծաղկափոշիների հոսքը եւ ներսում ապահովելու են մաքուր օդ, ոչ ալերգեն պարունակող։ Սակայն երբեմն լինում է, որ այդ բոլոր միջոցառումներին զուգահեռ հնարավոր չէ առանց դեղորայքի ապահովել ասիմպտոմ շրջան եւ այո սպրեյները ավելի լավ է անել, քան չանել, քանի որ չբուժված բարբերաբար սրացող ռինիտը կարող է ունենալ բարդություններ եւ հետագայում ալերգիկ ասթմայի զարգացում է հնարավոր։ Այ եթե կարելի է մինչև բարդություններին անցնելը, շատ ծնողների հետաքրքրում է ինչի օրինակ նույն երեխան, տարբեր երեխաներ նույն միջավայրում լինում են, մեկի մոտ այդ գերզգայունությունը դիտվում է, մեկ ուրիշը որևէ անհանգստացնող ռեակցիաներ չի ունենում, ինչով է դա պայմանավորված։ Այստեղ խոսում են ժառանգականությունը, եթե երեխայի ծնողներ ունեն ալերգիաներ, ալերգիկ ռինիտ, ալերգիկ ասթմա, մեծ հավանականությամբ նրանց երեխաները նույնպես կունենան նույն հիվանդությունները։ Եթե կարելի է նաև խոսենք այ բարդությունների մասին, ինչպես ասեցիք, կարող ալերգիկ վիճակը վերածել ասթմայի, չմոռանանք նաև այդ հիպերտրոֆիկ ռինիտները ինչու են ասում, որտեղ խեցիները մեծանում են, շնչառությունն են բարդացնում, ինչպես օգնել նախ երեխաներին, որպեսզի իրենց շնչառությունը բավարար լինի ֆիզիկական, ակտիվ իրենց օրը եւ ժամանակ անցկացնելու եւ իհարկե ինչպես խուսափել բարդություններից։ Բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է նախ հետազոտվել, գտնել հնարավոր պատճառը, ախտանիշների շրջանում բարբերաբար կիրառել քթի սպրեյներ, հակալերգիկ դեղեր եւ բարեբախտաբար կա նաեւ կանխարգելիչ բուժում ալերգիկ ռինիտի համար, դա կոչվում է ալերգեն սպეციფիկ իմունոթերապիա, որը կարծես վարժեցնում, սովորեցնում է իմուն համակարգը կոնկրետ ալերգենի նկատմամբ, հետագայում դրսում հանդիպելուց ալերգիկ ռեակցիա չառաջացնելու տեսանկյունից։ Եթե կան գանգատներ եւ այնքան շատ է կարիք լինում հակալերգիկ դեղորայքի եւ քթի սպրեյների, որպեսզի կարողանանք երեխան նորմալ շնչել այդ սեզոնի ընթացքում, միգուցե արժի ստուգվել, հետազոտվել եւ մտածել ալերգեն սպეციფիկ իմունոթերապիայի մասին։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։
Հիշեցնեմ, որ այսօրվա իմ հյուրներ Արաբկիր բժշկական համալիրի երկրորդ մանկաբուժական բաժնի վարիչ, ալերգոլոգ, մանկաբույժ Աղավնի Սաֆարյանը, ում հետ խոսեցինք սեզոնային ամենից հաճախ հանդիպող ալերգիաների մասին մանկական տարիքում։ Իսկ այս պահին տեղափոխվենք գեղեցկության գաղտնիքների էջ։ Այսօր գտնվում ենք Սիրուն Skin Bar-ում։ Այսօր կպատմենք, թե ինչպես նախապատրաստել ձեր մաշկը ամռան համար։ Այս հարցը կօգնի մեզ պատասխանել կոսմետոլոգ Անուշը։ Անուշ ջան, ինչպես նախապատրաստել մաշկը ամռանը, ինչ եք խորհուրդ տալիս։ Առջևում ամառ է, ուստի մեր մաշկը ունի խնամքի կարիք, այսինքն մաշկը պետք է նախապատրաստենք ամռանը։ Ուստի այսօր կխոսեմ շային կոչվող խնամքի մասին, որը իդեալական տարբերակ է նախքան ամռանը։ Այն իրենից ներկայացնում է ֆերոլաթթվով պիլինգ համակցված միկրոասեղների հետ, ունի մաշկը խոնավեցնող եւ հակապիգմենտային ազդեցություն, բացի դա ֆերոլաթթուն ունի նաեւ արևապաշտպան հատկություն, ինչը մեր մաշկին այժմ պետք է։ Իսկ ծովից առաջ կարող են անել այս խնամքը, թե? Ծովից առաջ իհարկե կարող ենք կատարել, իդեալական տարբերակ է, որովհետեւ մաշկը շատ լավ խոնավեցնում ու նախապատրաստում է արևին։ Իսկ ինչ որ ընդմիջում կա, որ անել նոր գնալ ծով, թե կարելի է անել հաջորդ օրը ծով գնալ, ոնց եք խորհուրդ տալիս։ Խորհուրդ է տրվում կատարել 7-ից 10 օր առաջ, նախքան ծովափ մեկնելը, բայց չենք մոռանում նաև արևապաշտպան քսուկի մասին, ինչպես նշեցի, ֆերոլաթթուն արդեն իսկ ունի արևապաշտպան հատկություն, սակայն չենք մոռանում նաև արևապաշտպան քսուկի մասին։ Շատ լավ։ Իսկ այս խնամքից հետո ինչ որ վերականգնման շրջան կա, ինչ տեսք ունենա պացիենտը դուրս գալուց հետո խնամքից։ Պրոցեդուրան ունի վերականգնողական շրջան, իսկ ինչ արդյունք պետք է ակնկալենք։ Նշեցի, որ պրոցեդուրան ունի խոնավեցնող ազդեցություն, ուստի կնկատենք մաշկի խոնավեցում, նաև կնկատենք մաշկի փայլ, ինչպես նաև տոնուսի վերականգնում։ Շատ լավ։ Ու մեկ էլ հակացություններ ունի, թե ոչ, ում խորհուրդ չեք տա։ Պրոցեդուրան այո ունի հակացություններ, խորհուրդ չենք տալիս կատարել հղիության կրծքով կերակրման շրջանում, օնկոլոգիական հիվանդությունների դեպքում, մաշկային մի շարք հիվանդությունների դեպքում, ինչպիսիք է պսորիազը, էկզեման, ակտիվ հերպեսը, ինչպես նաև ակնեի սրացման շրջանում չենք թույլատրում կատարել։ Շնորհակալ եմ շատ Անուշ ջան, հիմա ամփոփենք այսօրվա մեր խոսացածը։ Իմացանք, որ նույնիսկ կա պրոցեդուրա, որը հատուկ նախատեսված է մաշկը ամռան համար նախապատրաստելու համար եւ կոչվում է շայն խնամք։ Խնամքն իրենից ներկայացնում է ֆերոլաթթվի եւ միկրոասեղավորման, նաեւ միկրոնիդլինգի համակցություն։ Պրոցեդուրան ունի վերականգնման շրջան, նույնիսկ կարող է կատարել ծով մեկնելուց առաջ։ Չենք մոռանում 7-ից 10 օր դադար տալ ու նաև մեր արևապաշտպան քսուկի մասին, առնվազն SPF 50 մանավանդ ամռան ամիսներին։ Այժմ ձեզ կթողնեմ Անուշի հետ, կտեսնեք, թե ինչպես է կատարվում այս խնամքը։ Ձեզ հետ է Սիրուն Մինասը։ Մնացեք սիրուն։
Դե ինչ լսեցինք պարզ եւ մատչելի խորհուրդներ մասնագետից, ինչպես պետք է նախապատրաստել մաշկը ամռանն ընդառաջ եւ պաշտպանել արևից։ Այս պահին եկեք տեղափոխվենք մեր հաջորդ գործընկեր Implantum ստոմատոլոգիական կենտրոն։ Ողջույն, մենք գտնվում ենք Implantum ստոմատոլոգիական կլինիկայում, ես բժիշկ ստոմատոլոգ Ժիրայր Ջուպալյանն եմ եւ այժմ ուզում եմ խոսենք ստոմատոլոգիայում ամենաշատ տարածվող հիվանդությունների մասին, կարիեսի, պուլպիտի եւ պերիոդոնտիտի մասին, դրանց պատճառների, տարբերության եւ բուժման մասին։ Այժմ խոսենք կարիեսից։ Կարիեսը դա ամենաշատ տարածված ստոմատոլոգիական հիվանդություններից է, որը ախտորոշվում է պացիենտների 95-ից 98%-ի մոտ։ Ինչ է իրենց ներկայացնում կարիեսը։ Կարիեսը դա ախտաբանական պրոցես է, որը բնորոշվում է ատամի կարծր հյուսվածքների դեմիներալիզացիայով, այսինքն փափկեցումով եւ քայքայմամբ։ Այստեղ ինչպես տեսնում ենք նկարի մեջ, առաջի 3 նկարներում պատկերված են կարիեսը, իսկ 4-րդում արդեն, երբ որ ատամների կարծր հյուսվածքից անցնում է դեպի ատամի փափուկ հյուսվածք, այսինքն ատամի նյարդը, արդեն մենք անվանում ենք ոչ թե կարիես, այլ պուլպիտ։ Իսկ երբ որ արդեն չենք բուժում եւ կարիեսի եւ պուլպիտը, արդեն ախտաբանական պրոցեսը արմատախողովակներով տարածվում է ատամը շրջապատող կարծր հյուսվածքներ եւ մենք արդեն այդ ախտաբանական պրոցեսը անվանում ենք պերիոդոնտիտ, այսինքն ատամը շրջապատող կարծր հյուսվածքների բորբոքում։ Ուրեմն ինչ գանգատներ են ներկայացնում պացիենտները կարիեսի դեպքում։ Կարիեսի ժամանակ առաջի հերթին պացիենտները նշում են, որ բերանի խորոչում կա որոշակի ախտաբանական պրոցես կամ փոփոխություն։ Բացի դրանից, պացիենտները նշում են նաև ատամների գերզգայունությունից, որը լինում է տարբեր գրգռիչներից, օրինակ քիմիական, տաք կամ սառը եւ այլն։ Ինչպես նաև բժիշկը կարող է հայտնաբերել նաև ռենտգեն հետազոտության վրա որպես մքացած հատված, որը բնորոշվում է կարիոս խորոչին։ Ինչպես են կատարում կարիեսի բուժումը։ Առաջի հերթին բժիշկ ստոմատոլոգը անզգայացման տակ մաքրում է այդ ախտահարված հատվածը, դրանից հետո արդեն կատարում է ատամի մշակում վերջնական եւ պլոմբավորում։ Խոսենք երկրորդ ախտաբանության մասին, որը պուլպիտն է։ Այսինքն, երբ կարիեսը թողում ենք եւ չենք բուժում, ապա այդ ախտաբանական պրոցեսը անցնում է արդեն ատամի նյարդանոթային խրձին եւ մենք այս դեպքում ունենում ենք արդեն պուլպիտ։ Պուլպիտի դեպքում նույնպես պացիենտը կարող է նշել, որ բերանի խորոչում առկա է փափկած հյուսված կամ կարիոս խորոչ, որը որ նույնպես լինում է զգայուն տարբեր գրգռիչներից։ Բացի դրանից պուլպիտի ժամանակ պացիենտները հիմնականում գանգատվում են գիշերային ցավերից, ինչպես նաև բժիշկ ստոմատոլոգը նույնպես հայտնաբերում է ռենտգեն պատկերի վրա որպես մքացած հատված, որը որ արդեն հաղորդակցվում է ատամի նյարդի հետ։ Պուլպիտի դեպքում բուժումը մի փոքր տարբերվում է կարիեսի բուժումից, այստեղ բժիշկը հեռացնում է ատամի նյարդանոթային խուրձը, ինչպես նաև կատարում է արմատախողովակների քիմիական եւ մեխանիկական մշակում, այնուհանդերձ կատարում ենք արմատախողովակների վերջնական լեցավորում, այնուհանդերձ արդեն ատամի պլոմբավորում։ Իսկ հաջորդը արդեն պերիոդոնտիտն է, ինչպես խոսեցինք, երբ որ մենք չենք բուժում ատամի կարիեսը, այնուհանդերձ պուլպիտը, ապա արդեն այդ ախտաբանական պրոցեսը կարող է անցնել ատամը շրջապատող ոսկրային հյուսվածքին եւ այս երևույթը մենք ստոմատոլոգիայում անվանում ենք պերիոդոնտիտ։ Պերիոդոնտիտի ժամանակ պացիենտները կարող են նշել նաեւ ցավի առկայությունից կծելիս, ինչպես նաև կախված պերիոդոնտիտի որ տեսակն է պացիենտի մոտ առկա, կարող են պացիենտների մոտ նկատվել նաև խուղակ։ Խուղակը դա այնպիսի երևույթ է, որը գտնվում է ատամի լնդի հարակից շրջանում, այսինքն այդ հատվածում, որտեղից որ մենք ունեցել ենք թարախի արտադրություն, տվյալ շրջանում, այսինքն հենց խուղակից տեղի է ունենում այդ թարախային մասի ելք, եւ այս երևույթը կոչվում է խուղակ։ Բացի դրանից նաև պացիենտի մոտ կարող է նշվել նաև ջերմության բարձրացում մինչև 38-39 աստիճան։ Բացի դրանից բժիշկը նաև կարող է հետազոտել ռենտգեն հետազոտությամբ։ Ռենտգեն պատկերի վրա մենք տեսնում ենք ատամը շրջապատող կարծր հյուսվածքների շրջանում նորից որպես մուգ պատկեր, որը բնորոշ է հենց պերիոդոնտիտին։
Այստեղ պերիոդոնտիտի բուժման սկզբունքը նույնն է, ինչ պուլպիտինը, ուղղակի մի փոքր կարող ենք ունենալ տարբեր քայլեր, որը ձեռնարկվի բժշկի կողմից, կախված թե այնտեղ արդյոք մենք ունենք թարախի արտադրություն, թե ոչ։ Այստեղ բժիշկը կարող է ներմուծել արմատախողովակների մեջ որոշակի դեղորայք, մենք սպասենք այդ process-ի թեթևացմանը եւ նորից վերջում կատարենք արդեն վերջնական արմատախողովակների լեցավորում եւ դրանից հետո արդեն ատամի պլոմբավորում կամ շապիկավորում, կախված ատամի կարծր հյուսվածքի քայքայման աստիճանից։ Այսպեսով խորհուրդ է տրվում կանխարգելել հիվանդությունը եւ հենց վաղ փուլից զբաղվել բուժմամբ, որպեսզի չունենանք հետագա բարդություններ։ Եղեք առողջ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր պատրաստել էինք այսքանը, մինչ թեմաների ամփոփումը հիշեցնեմ, որ մեր եթերները կարող եք դիտել նաև YouTube-յան ալիքով։ Մեր գլխավոր թեմայի շրջանակներում խոսեցինք արյան դոնորության մասին, քննարկեցինք հիմնական չափորոշիչները եւ մասնագետից լսեցինք խորհուրդներ, ինչպես պետք է նախապատրաստվել այս գործընթացին։ Այնուհետև հոգեբանի օգնությամբ պարզեցինք ինչ է իրենից ներկայացնում հետծննդաբերական դեպրեսիան եւ ինչպես կարելի է հոգ տանել նորաթուխ մարիկների մասին։ Հաջորդիվ գեղեցկության գաղտնիքներում պարզեցինք ինչպես պետք է նախապատրաստել մաշկը ամռանն ընդառաջ եւ պաշտպանել արևից։ Իսկ մեր գործընկեր իմպլանտում ստոմատոլոգիական կենտրոնում պարզեցինք ինչ է իրենից ներկայացնում պուլպիտը, պերիոդոնտիտը եւ կարիեսը, ինչպես պետք է հաղթահարել եւ բուժել այս խնդիրները։ Այսօր այսքանը, եղեք առողջ։